Պատմի քո մուտքը թենիս։ Թենիսով սկսել եմ զբաղվել 6-6.5 տարեկանից։ Իդեալական մարզիչը ինչ որակներ պիտի ունենա։ Երեխան իր աշկերը ոնց որ փակելուց ինքը պետքա թենիսի մասին մտածի, ուրիշ ձև չի լինի։ Մտածում էիր շատ երեխեք ունենաս, թե մի երկու հոգի իրենց առաջ տանես։ Քանակը չես կարա շատ վերցնես ու որակ տաս։ Ոնց է կարծում, մենք կկարանանք պրոֆեսիոնալ թենիս ունենանք Հայաստանում։ Ոչ մի բանը հեշտ չի լինում, դու պետքա պայքարես։ Մոտդ եղել է շրջան, որ ասես հոգնեցի հերիքա, անցնում եմ սիրողականի վերջ։ Ինձ առանց թենիս չեմ պատկերացնում։ Մենք ֆանատիկ ենք։ Եթե մենք կպտում ենք թենիսին, պետքա տենց էլ պահենք։ Մարզաշխարհում ցանկացած հաջողություն առաջի հերթին բարձրացնում է հենց մարզիկի անունը։ Առաջնահերթ մենք նրանց ենք հենց տեսնում մեր էկրաններին, ընդհանրապես կորտում եւ այլն, թիվ 1 տպավորությունն է ստեղծվում այդ դեպքում։ Սակայն մենք միշտ մոռանում ենք, որ իրանց հետևում շատ մարդիկ են աշխատում ու ծնող, մարզիչ, մարզիկ այդ եռանկյունին իրականում ամենակարևոր մասն է մեր մարզաձևում։ Այսօր փորձելու ենք սպորտի հենց մարզչական մասը քննարկել, հատկապես վերջին 10 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ կան մարզչության ոլորտում ու հասկանանք ինչն է մեզ ընդհանրապես խանգարում ու ինչը մեզ ավելի շատ կօգնի ավելի լավ ու որակյալ մարզիկներ, սենց ասենք, արտադրելու համար։ Այսօր մեր հյուրն է Թորգոմ Ասատրյան, այո, ընկերներից, բարի գալուստ off court։ Ողջույն, Թոմ ջան։ Այսօր բարից բուն իմաստով կորտից դուրս ենք եկել ու եկել ենք տաղավար։ Ոնց է տեղից խոսալը իրար ծավին հարցնում եմ։ Փորձենք որ լավ ստացվի, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ շատ լավ գործ եք սկսել, ինչքան հնարավոր է թենիսից խոսալ, տարածում տալ, որ շատ մարզիկներ ունենանք ապագայում։ Թույն։ Շատ լավ է։ Հիմնականում փորձենք սկզբում հենց քննարկել քո թենիսային անցած ուղին։ Թորգոմը հիշեցնենք վերջի 15 տարվա երևի ամենառեզուլտատիվ երիտասարդ մարզիչներից է, հələ որ երիտասարդի տակ ես էլի գնում։ Դեռ։ Հա, պատմի քո մուտքը թենիս, ոնց մտար, Ամենասկզբից։ ինչ հաջողություններ ունեցար ու մինչև կարիերայիդ վերջը արի մի հատ քննարկենք, հասկանանք ու նոր սկսենք մարզչությունից։ Թենիսով սկսել եմ զբաղվել 6-6.5 տարեկանից, 9 տարեկանից սկսել եմ մասնակցել մեր տեղի մրցումներում, այնուհետև միջազգային մրցումներում միանգամից մասնակցություն եմ ունեցել, 16 տարեկանում եղել եմ մոտ 109 թենիս Եվրոպի դասակարգման աղյուսակում, այնուհետև 2 անգամ հրավիրվել եմ ազգային հավաքական, հետո արդեն ընդունվեցի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարան թենիսի բաժինը, որտեղ 4 տարի սովորելուց հետո գնացի բանակ, առաջին տարին ծառայել եմ սպորտային վաշտում Երևանի, երկրորդը արդեն հեռացա թենիսից, Շամշեդինում էի ծառայում, մի տարի ընդհանրապես թենիսով չեմ զբաղվել։ Հետ գալուց ոնց որ ինձ ուրիշ տեղ չէի պատկերացնում, փորձեցի նորից կրկնել թենիսային կարիերան, բայց այդ ժամանակ արդեն որպես մարզիչ։ Սկզբի այդ этаպը, որ որոշեցիր մարզչությամբ զբաղվել ու այսօրվա իրավիճակը նման են իրար ըստ քեզ։ Ու մենք մեր պատասխանները ունենք, բայց քո տեսանկյունն է էլի հիմա հետաքրքիր։ Նմանը կարամ ասեմ էլի նմանություն կա, որտեվ հիմա շատ բուրըն ոնց որ sense ակտիվ թե սիրողական թենիսն է, ոնց որ sense լավ առաջ շարժվում, այդ ժամանակ էլ էր։ Ես ընտրեցի պրոֆ մարզիկների հետ աշխատանքը։ Ճիշտ է, այդ ժամանակ ոնց որ հենց իրանց հետ 0-ից ես չէի զբաղվել, արդեն ոնց որ փորձ ունեցող մարզիկներ էին։ Իրանց հետ սկսեցինք մարզումներ, ունեցանք լավ հաջողություններ, հենց իմ աշակերտի հետ կապված կարամ ասեմ, Արտուր Սողոյանը, որը որ մինչև 16 տարեկանների թենիս Եվրոպում, ինչքան հիշում եմ, լավագույն 20-ի մեջ էր, 18 տարեկանների միջազգային հաղթող ա եղել, Օլիմպիադայում 5-րդ տեղ ա գրավել։ Միլենան էր, որը որ թենիսի զարգացման Եվրոպայի առողջություն Անտալիայում 2 անգամ ոնց որ մեկը գրավեց 4-րդ հորիզոնական, մյուսը 5, ընկավ միջազգային թիմ, որտեղ ներգրաված էին ամբողջ աշխարհի առաջինից 4-րդ լավագույն տղա եւ աղջիկները, մոտ 2 ամիս իրան էլ ոնց որ Եվրոպայի երևի։ Այո, Եվրոպայի, հա։ Մոտ 2 ամսով իրան էլ հրավիրեցին, հենց միջազգային մարզիչներ էին իրանց հետ աշխատում։ Ես էլ ոնց որ իմ տվածը իրանց, ոնց որ ասած, ինֆորմացիան, գիտելիքը, մարզումները, իրանց հետ էլ կապը
պահում էինք նույն ինձ էլ հենց գնահատել էին որպես Միլենայի կամ նույն Արտուրի պարապմունքների հետ կապված բարձր մակարդակի էին գտնվում։ Ճիշտ է, հիմա Արտուրը չի զբաղվում թենիսով, ինչ-ինչ պատճառներով որոշեց թողել հա թենիսը։ Միլենան շարունակում է թենիսով, Ամերիկայում է, համալսարան է համ սովորում, համ մարզվում է։ Նա երկուսն էլ խաղացել են մեր Davis Cup-ի եւ Fed Cup-ի հավաքականներում։ Բարև ենք ժողովրդին, Արտուր ջան, Միլեն ջան, ողջույններ։ Լավ, իսկ Թոմ ջան, այ ասացիր Արտուրին եւ Միլենան, այ իրանցից հետո տենց ինչքան են եղել երեխաներ, որ եկել են էլի։ Քանի սերունդ է։ Քանի սերունդ է եղել։ Դե իրանք արդեն ես իրանց ոնց որ վերցել եմ տենց 11-12 տարեկան, հիմա երևի երրորդն են։ Հիմա որոնց հետ որ զբաղվում եմ, երրորդ սերունդն է։ Նադիրն էլ է իմ աշակերտներից եղել, հիմա էլ ինքը Դուբայում որպես մարզիչ հանդես գալիս։ Նաև Դանիել Կարապետյանն էլ, որը հիմա մեր մոտ է Հայաստանում է որպես մարզիչ։ Բոլորն էլ սպորտի վարպետի կոչում ունեն ու փորձում են իրանց ոնց որ ասում է գիտելիքներով կիսվել թե մեր աշակերտների հետ, թե իրանց մարզումներին։ Սկիզբը որ մտածում էիր շատ երեխեք ունենաս, թե մի երկու հոգի իրենց առաջ տանես։ Ինչ-որ բոլորս ինչ-որ մի հատ ստրատեգիա ունենք մեր մտքում, շատ դեպքերում այդ sense բան է, չէ՞, մի հատ sense հրաշք միտք կա, մինչև որ չես բախվում իրականությանը, քո մոտ այդ ոնց է։ Կա այդպես բան, չէ, քանակը փորձում եմ քիչ պայել, որովհետև ոնց որ ասում է ակումբային ու միջազգային խաղացողների կարիերան ուսումնասիրելով մարզիկը ըստ տարիքի ժամանակ է իր մոտ ավելանում, դրա համար դու չես կարա շատ քանակ ունենաս ու չապահովես իրանց։ Ես մոտ այդ որ ասում երրորդ սերունդ, sense արդեն 13-14 տարի է, նույն ձև, նույն ուղով շարժվում եմ։ Հիմա էլ ճիշտ է, թե իմ ընկերներից, հարազատներից շատ են զանգում, ուզում են որ երեխեքին թենիսի բերեն, սաղին ասում եմ ինձ կներեք, հիմա մի հատ թիմ ունեմ, արդեն մոտ 3 տարի է, հենց կոնկրետ իրանց հետ եմ աշխատում։ Քանակությունը շատ, քանակը չես կարա շատ վերցնես ու որակ տաս։ Մինչև այս մեր հավաքվելը երկար տենց մտածում էի ընդհանրապես մեր մարզությունը ինչ sense մասերի է բաժանված Հայաստանում, մի հատ շատ հետաքրքիր տենց վերլուծություն ստացվեց, կուզենայի կիսվել, էլի։ Երկար տենց պրպտումներից հետո մի քանի տենց կատեգորիայի մարզիչներ փորձեցի առանձնացնեմ ու տեսեք ինչ հետաքրքիր բան եղավ։ Ուրեմն մենք ունենք մարզիչներ, ովքեր բացառապես sense կենտրոնացած են խաղացողների վրա այսօր։ Ունենք մարզիչներ, ովքեր իրանք են խաղացող, զուգահեռ նաև մեծամասամբ նաև փորձում են փորձով կիսվել եւ այլն, մարդկա ունի խաղացող, մարդկա չունի։ Կան խաղացող մարզիչներ, ովքեր միայն սիրողական են սիրում կողքից ունենալ, հա, նաև դեռ խաղալով ակտիվ մրցաշարերում։ Կան մարզիչներ, ովքեր բացարձակապես հետաքրքրված չեն, իրանց սիրողական թենիսն է հետաքրքրում, ու կան մարզիչների մի sense կլաստեր, ովքեր ժամանակին մեծ մասն է իմիջիայլոց, հա, բոլորը սկսել են այդ լավ մարզիկներ սարքելու այդ գաղափարից ու վերջում եկել հասել են սիրողականին։ Այդ ամենահետաքրքիր կլաստերն է, այդ դրա մասին կուզենայի մի հատ sense հարց տալ։ Եղել է Էլի տեսակ կա, կներես, ու կան մարզիչներ, ովքեր չեն սիրում вообще տենիսը։ Այդ տեսակն է կա, էլի նորմալ է։ Դե հա, ընդհանուր շուկայի թելադրած ընդհանուր պայմանները շատ է փոխել մեր մասնագիտությունը, սկսած հասարակ ինֆլյացիայից, կորտի ներսում, կորտից դուրս, ընդհանրապես էկոնոմիկայում, թենիս խաղալու ընդհանուր արժեքը կոնստանտ բարձրանում է, ու մեր մասնագիտությունը ավելի հետաքրքիր է դառնում շատ մարդկանց։ Մի sense կլաստերիկ էլ կա, որ մարդիկ որոշում են ինչ-որ նոր մասնագիտություն ընտրել ու չգիտես ինչի, դա մարզիչն է դառնում, չհաշվարկելով, որ դրա համար տարիների շատ մեծ փորձ է պետք իրականում, երկրորդը գիտելիք։ Բայց այս շատ շեղվեցինք, հետո հարցին գամ։ Բոլորը դե ասեցինք, ուզում են սկզբում տենց ակտիվ մարզիկներ սարքեն։ Մոտդ եղել է շրջան, որ ասես հոգնեցի հերիքա, անցնում եմ սիրողականի վերջ։ Չէ, իրականում ամենասկզբից հենց կոնկրետ եղել է, որ կոնկրետ պրոֆ երեխեքի հետ եմ աշխատել, մոտ իմ օրվա 8 ժամը։ Հետո ոնց որ ասում է, նույն սիրողականներից էլ իրանց հետ մարզումներին, սիրողական խաղացողների, դու ընտրում ես բառեր, դու իրանց սովորացնելով նաև փորձ ես ոնց որ ձեռք բերում երեխեքին, ասենք
դու ասում ես ինչ-որ բառով բացատրում ես մեծին, տեսնում ես իր մոտ այդ աշխատում է, դու հետը դե տանում ես օրվա երկրորդ կերս, երեխեքին ոնց որ ավելի մանրամասն բացատրելու, ոնց որ sense անընդհատ քո մոտ մտորումներ ա գնում, ոնց ասեմ, որ ինքը պատկերացնի, ոնց ասեմ, որ ավելի լավ կարողանա անել։ Ես sense եմ մտածում Թենիսը հեն ջան դու որ ասեցի շատ մարդիկ կա որ չեն էլ սիրում որպես գործ են նայում իրականում եթե դու վերցնում ես մարզիկ ու պատրաստվում ես իրան կարիերա տաս դու չես կարա չեղած կարիերայով ոնց որ իրան տանես այդ ուղուն որովհետև հիմա ես օրինակ իմ մարզումը երեխեքին մարզիկներիս ոչ թե սիրողական խաղացողներին ծնողներին էլ ստիպում եմ որ մարզումից կես ժամ առաջ գան որովհետև ես չեմ ընդունում դա եթե երեխու ժամը ինչ-որ կլոր ժամը ինքը գալիս է միանգամից մտնում է դաշտ ուրեմն ինքը լուրջ չի վերաբերվում դրան ես երևի 7-8 տարեկանից իմ պայուսակը պարապմունքի գնալու կամ դոպրոց գնալու ինքս եմ դասավորել միջև առ այսօր էլ ես եմ անում ես ոնց որ պետք է իմանամ ինձ զենքեր ունեմ պայուսակիս մեջ հիմա իմ երեխեքին ստիպում եմ այտենց իմ երեխեքին հենց այդ պայուսակ դասավորելուց սկսած իրանք այդ պայուսակը դասավորելուց արդեն մտովի մտնում են պարապմունքի process-ի մեջ որ ինձ էս է անհրաժեշտ ինձ էս է անհրաժեշտ ու հենց այտենց ամեն ինչը sense փոքր իրար հետ հավաքելով դու ստանում ես մարզիկը նա չի որ մենակ լավ է խաղում մարզիկը կարգապահություն ամենակարևոր բաներից է գալիս որ ինքը եթե առօրյայում եղավ կարգապահ ուրեմն ինքը նույն դաշտում էլ այդ կարգապահ երեխան լինում ու չգիտեմ փառք Աստծո ստացվում է մոտս ես էլի եմ ասում չեմ ասում չգիտեմ այնց աստղեր եմ տվել որ այտենց պատրաստվում եմ ու այտենց եմ մտածում որ մանկապատանեկան թենիսում հաջողությունների հասել եմ միջազգային երեխեք գրավել են բարձր ոնց որ հորիզոնականներ իդեպ այդ 14, 16, 18 տարեկանների թենիս Եվրոպի հաղթողներ ունեցել էի 12 չէի ունեցել իրականում ում վերցել էի արդեն 12-ի մոտ էր այդ հարցը լուծվեց Մարիա Ազիզյանը ոնց որ իրար այդ մարզումներով քրտնաջան աշխատելով 12 տարեկաններում էլ Մարիան հասավ թենիս Եվրոպի չեմպիոնի տիտղոսին ու իմ կարծիքով ոնց որ ասած այդպեսին ինչ որ գաղտնիք բան չկա կարգապահություն առաջնային ու քրտնաջան աշխատանք Հա լսող լինեն ցանկությունն էլ լինի երեխաների կողմից ու կստացվի մի հատ sense հետաքրքիր հարց իդեալական մարզիչը ըստ ձեզ sense խորանանք հա իդեալական մարզիչը ինչ որակներ պիտի ունենա ու ժամանակից հետ չընկնելու համար այս մի քիչ հուշող մասեր էլի ոնց եք պատկերացնում ասենք մարդը խաղացել է թողել է վերջ հիմա սկսում է մարզչական կարիերա ինքնակրթությամբ պետքա զբաղվի ինքնուս պետքա լինի անընդհատ պետքա հետաքրքրվի ինչա կատարվում աշխարհում թենիսում ով ինչ արեց ով ոնց արեց խաղերը հետևի ամեն մրցաշարը հետևի ոնց են խաղում ինչ տեխնիկա է փոխվում ինչ են արագ խաղում ինչ են դանդաղ խաղում այդ ամեն ինչը ազդելու է այս իրականում շատ ցավալի բան է իմ համար ասում Հենրիկը որովհետև ժամանակի հետ շատ էլի ցավով եմ ասում բայց մարդիկ ովքեր մեր մոտ մարզչություն են արել երկար տարիներ շատերի մոտ տպավորություն է տարեց մարզիչները մեր շատ հարգելի ամեն մեկը ինչ որ մի տարի ոնց որ կանգնած լինի զգում եք իմ համար այդ ցավոտ է իրականում որովհետև իմ օրինակի վրա կարամ ասեմ մենք մարզիչ ունեինք ատլետիկայի ընկեր Վահանը արդեն 90-ին էր հասնում բայց ինքը ամենա sense գեր ժամանակակից տենդենսներից տեղյակ էր ու իր մոտ մի հատ մեծ sense դպրոց է ձևավորվել sense մի քանի պակալենյաներով մի քանի տասնյակ կարող է եւ տասնյակ հա մեր թենիսում հատկապես մեր թենիսում իրականում այդ ժամանակի հետ համահունչ գնալը ալտերնատիվ չունի շատ եմ ցավում բայց մենք պետք է նենց անենք որ մեր սաղ մարզիչները ոնց որ չմնան այն գիտելիքների մեջ որոնք իրանք ստացել են իրանց մարզիչներից որտեղ իրանց ժամանակ կա ես կներես Միք ջան նայ ուրեմն այդ որ ասում էի Արտուրենց Պակալենյան արդեն իրանք ոնց որ թենիս խաղալ գիտեին մրցումներ հաղթել էին չգիտեմ նշի որ լրիվ 0 էր իրանց հետ որ ես աշխատում էի անընդհատ այդ միտքը կար որ ոնց որ երեխեքի հետ սկսեմ չգիտեմ ոնց որ ամեն անգամ մի հատ ինչ-որ կիքս լինում էր ու ես ասում էի երևի այն ժամանակ որ սենց արած լինեին հիմա իր մոտ այդ խնդրեմը չէ լինի ու անընդհատ այդ միտքը ստացվեց նենց որ Օֆելյան
ամեն օր զանգում էր ինձ, բա ինչի համար փոքրերի հետ չես պարապում, ես ուզում եմ տղայիս բերեմ, իմ ընկերուհին էլ իր երեխուն գոնե այս երկուսի հետ սկսի։ Բան անընդհատ ասում էի, չէ։ Մի օր չգիտեմ ոնց ես էլ երևի պետք էր այդ կայծը, ստացվեց, որ ասեցի լավ, երեխուն բեր։ Եկան փոքրերը, սկսեցի այդները զբաղվել ու մի տեսակ ոնց որ ինձ տարավ այդ պահը, էլի այդ երեխեքի հետ աշխատելը, հա։ Հետո մի օր էլի տես մարշական քննությունների մեջ վիդեո էին տես դրել, մոտ 7-8 տարեկան երեխեք էին, այդ ռեդ կարմիր գնդակներով փոքր դաշտում, սենց օչից օչ, ձախից ձախ, չգիտեմ, սենց այն մեծի վարություններ էին անում, ինքս իմ մեջ ասի լավ, երևի ես այն աշխարհի ամենատաղանդավոր երեխեքից եմ, բերել են տենց էջում գցել են, մենք էլ նայում զարմանում ենք, բայց հետո ես որ այդ ինքնակրթունեությունը փորձեցի պատկերացնել, որ սկսած ռակետկաներից, սկսած գնդակներից, սկսած դաշտի չափսից ու ես փորձեցի այդ փոքր այդ դաշտում, հա, ռեդի դաշտում երեխեքի հետ ոնց որ այդ կոնկրետ տեխնիկական, չգիտեմ, այդ տակտիկական ու ստացվեց այն, որ հա, հիմա իմ երեխեքն էլ էլի այդ փոքր տարիքում են, իրականում այդ վիդեոն աչքից դեմը միշտ գալիս է, իմ երեխեքին նկարելուց ես էլ նայում եմ, իրանց դրա մեջ տեսնում եմ։ Նույն այդ ռակետկաների, չափսերի ճիշտ ընտրումը, քաշի հետ կապված, ասենք, չգիտեմ, ծնող կա գալի ասում է, մեր բարեկամը մեզ ռակետա տվել է, նայեք լավն է, ասում ես, չես, այս պայտակ նայում է, դե բայց ասում չէ, հիմա երեխուն պարտադիր պետք է ոնց որ էս համարի ռակետը, 5 ամիս հետո էս, ասում է դե որ 5 ամսից առնելու են կարող, ասում եմ չէ, սրան այդ ամեն ինչը մարզիչը պետք է պարտավոր ավելի ճիշտ ստիպի ծնողը, որտեվ դու հավաքում ես այդ ամեն ինչը, դու չես կարա թողես ծնողի քմահաճույքին կամ չես կարա թողես երեխեն ոնց է ուզում։ Երեխա ծնող կա ասում է, դե երեխեն լացում է, էլի ասում չէ, սկսում եմ բացատրել երեխուն, որ գիտես, սենց, այդ նորմաները պահելու համար դու պետք է հետևես դրան։ Առանց դրա դու, չգիտեմ, ծանր ռակետ կա, երեխեն խաղաց, տեխնիկա է կորում, ինքը սկսում է ոնց որ ասում է նույն մարմնի մասերի վրա տես տարբեր ծանրություններ գցել, չգիտեմ, կարա վնասված կառաջանա։ Մեկ էլ են ոնց որ Արտուրեն սերունդի հետ կապված, այ ֆիզիկականն էլ իմ դուրը չէր գալիս, անընդհատ սենց բայց հետո ես զգում եմ, որ իրանք շատ ուշ են սկսել ֆիզիոյով զբաղվել։ Ես հիմա իմ մոտ երեխեքին, մոտ 7-8 տարեկանից, չեմ ասում ծանրաբեռնվածություն ա, չգիտեմ, գնում են շտանգաներ անում, վազքեր, ցածկեր, որտեվ մանավանդ հիմիկվա դարի երեխեքը այդ մեր նման բակերում ամեն օր չեն խաղացել, ասենք, բենուրը ձեր հաղորդման մեր Արան էր սիրելի, բարև Արային էլ, ասում է ատլետ երեխեք շատ քիչ են, իրականում շատ ճիշտ է ասում։ Առաջ որ մենք կորտում էինք 20 երեխա վազում էր 18-ը սենց ասում էր ի՞նչ տպեր են, հիմա 20-ը վազում են, մեկին մեջը լավը տերում ուրախանում ես էլի։ Չէ, շատ համաձայն եմ, այդ սկիզբը ամենակարևորն է, որ բերում են երեխուն 0-ից ճիշտ դասավանդելը, ճիշտ ներկայացնելը, մարզաձևը ու ամեն ինչը մեծ դեր է խաղում հետագայի համար երեխու։ Այսինքն երեխան եթե ճիշտ չներկայացնես մարզաձևը, կարա երեխան հիասթափվի։ Միանշանակ։ Կարա չուզենա խաղալը, չգիտեմ, մեծ դաշտ տանում ես 5 տարեկան երեխա, ինքը ասենք սետկեն իրանից 2 անգամ բոյով է, ու դու ուզում ես որ տեխնիկա բաներ կա, որ պետք է հետևել, պահել։ Առանց դրա չեմ հավատում։ Ինչքան էլ կարա մարզիչը շատ լավ գիտելիք ունենա, բայց փորձը ցույց է տալիս, որ ամեն երեխա իր համապատասխան դաշտում, իր համապատասխան գնդակով, իր համապատասխան ռակետկայով պետք է խաղա։ Համաձայն եմ ես լրիվ։ Ես անընդհատ մեկ էլ մտածում եմ ինչի մասին։ Ֆիզիկական մասը բացեցինք, շարունակենք որպես երկրորդ կետ։ Հիշում եմ, որ կապ չուներ, կգայիք մրցում կխաղայինք թե ինչ, պարապմունքը կամ մրցումը վերջացավ, գնում ենք ինչ-որ մի բան ուտում էինք արագ, մի հատ ֆուտբոլ էինք գնում խաղում, հետո, չգիտեմ, իրիկունը բակում էինք մի հատ խաղում ու հելնում էինք։ Վերջերս նոր սենց այդ գիտակցությունը եկել է մեր մեջ, որ իրականում այդ խաղերը բակային մեր երեխեքի ձևավորող պահն է եղել, որ այդ մեծ խնդիրները առաջացել է նրանից, որ այդ խաղերը փոխարինվել է պլանշետով խաղերին։ Հա, դաժան է այդ պահը շատ։ Հա, ուստեղ ինչ է գալիս, կամ պետք է մենք կոմպենսացնենք ֆիզիկական պատրաստությամբ, բայց այդտեղ էլ է խնդիր։ Խնդիրն ինչու՞մ է։ Փոքր երեխան ուզում է խաղա։ Խաղային պետք է։ Երբ որ երեխուն ուղարկում ես օրինակ ֆիզիկական մարզման, մարզիչն էլ մտածում է, որ պարապմունք, բայց ոչ խաղ, հեշտ է, չէ՞, կորում հետաքրքրությունը։ Ոնց կարելի է այդ մասը պահել, որ երեխան մինչև որ կդառնա սպորտսմեն, ենթադրենք 12 տարեկան, 13 եւ այլն։ Կարևոր չի, ամեն մարդ իր ձևով է այդ տարիքը զգում, այդ իր ցանկությունը, այդ խաղը որպես իր մեջից չկորի։ Մեր թենիսը էլի խաղ է, բայց ավելի հավես է լինում, ինչ
Չգիտեմ, ես հիմա օրինակ իմ պահով ասեմ, իմ 8 տարեկանից մինչև 12-ն են հիմա, որոնց հետ որ աշխատում եմ, անկեղծ ասեմ, Միք ջան, այդ խնդրի առաջ չեն կանգնել։ Անկեղծ իրանք էս պարապմունքը վերջացնում են ու գիտեն, որ ֆիզո պետքա գնան։ Ես այդ խնդիրը իմոնց մեջ չեմ տեսել ու մնացածն էլ էլի մեր կորտերը հիմա պարապում են։ Երևի թե իրանք այդ որ տունը տենց շատ նստում են, հիմա իրանք հավես է թենիսից հետո գնալ ֆիզո։ Հուսանք։ Բայց կարծում ես սաղ երեխեքը տենց կուզենան, թե մեկը ընտրելու ես, Հիմա տես, Դե նա տեղ ասեմ ներողություն, դա էլ նորից կախված է թե մարզիչը ոնց է ներկայացրել մարզաձևը։ Հիմա այդ երեխեքի մոտ սերը առաջացրել է մարզիչը, դա մարզիչն է, մենակ մարզիչը կարող առաջացնի, էլի, որովհետև երեխուն ոնց է, որ ձեռքը բռնում, տանում են, երեխան չգիտի ուրա գնում։ Հիմա մարզիչը նենց է ներկայացրել, որ այդ երեխան հավանել է։ Դա էլ դեր է խաղում, շատ մեծ դեր է խաղում։ Հիմա նույնիսկ մեր գործի մեջ էլ ասենք այդ քո ասած երեխան սիրում է որ խաղաս, ասում ես այսօր բասկետ ենք անում, տեխնիկայի վրա ենք աշխատում։ Իմ մոտ շատ է այնց եղել, ասած դեմքա փոխում բան, բայց դա մի հատ որոշ փուլ է։ Հիմա հենց այդ որ ես ասենք 10-12 տարեկան հետ 2 ժամ պարապում եմ, տղեկ հավատացեք, իրանք ինձ ստիպում են։ Ասում են, ո՞ոնց է Մարիան, Սոֆին գալիս են, ասենք չգիտեմ, իրանք ամեն օր 2 ժամ, մեզի 2 ժամ չեք։ Այսինքն իրանց ցանկությունով է։ Այդ քո ասածը, երբ որ ծնողը ստիպի, ցած զորով տանի մցնի զալ, հաստատ ինքը չի պարապելու, բայց որ բերում ես մի հատ այն դաշտի, որ քեզ էս պետք է, որ դու սենց, իրանք հետո մրցումներ խաղալով, խոսում ես, ասում ես, տես, դանդաղ ես վազում, պետքա գնաս, չգիտեմ, ավելի արագ վազելու համար, մի սեթ խաղում ես, հոգնում ես, երկրորդ սեթը, որ պարապես, ավելի ոնց որ պատրաստ ես լինելու, այդ խնդրի առաջ անկեղծ ես իմ երեխեքի հետ չեմ կանգնել, այդ խնդրի առաջ չեմ կանգնել։ Որպես տենց խումբը սիրող մանկական թիմերը, ասենց իմ կարծիքով ես չգիտես խի շատ թիմային եմ էլի անընդհատ մտածում, բայց վստահաբար ինդիվիդուալ պարապմունքն էլ իր տեղն ու դերը ունի, այդ խոսք չկա։ Միանշանակ։ Ըստ քեզ էֆեկտիվության մասով փոքր տարիքից սկսած ճիշտ է ամեն դեպքում իր այդ տեխնիկա աշխատել, թե երեխեքը թիմերով մեծանան։ Օրինակ ես քո թիմը տենում եմ փոքրերից, զգում եմ, որ իրանք սենց իրար հետ շատ հավես աճում զարգանում են։ Այ հենց այդ էլ որ ոնց որ նայում ենք, չէ՞, լավ ակադեմիաներ կա, նայում ես ինչ ձևի մարզումներ ոնց են անում, ամեն ակադեմիայում այդ թիմայինը պարտադիր դրած է, չգիտեմ, կարող է 2 անգամ ինդիվիդուալ անհատական պարապմունք լինի 6 ժամը խաղային։ Հիմա ես էլ փորձեցի այդ համակարգը, որտեվ քո նշած այս հիմիկվա դարի երեխեքը շատ այտենց խաղային են, դու չես կարող իրան 15 րոպե կոնցենտրացիա արածս տրամադրած պայես, որ դու հետո ինքը այդքան չի էլ ֆիքսում։ Մի երկու հատ անում է, չի էլ ստացվում, արդեն իր մոտ էս մանտրաժը ոնց որ ընկնում է, դու ինչքան ուզում ես խոսաս, պարապմունքի համերը կես ժամը պրավալ է գնում։ Ես այդ տարբերակը ընտրեցի ու աշխատեց իրականում, հա, Միք ջան, թիմային աշխատանք, այդ անընդհատ մեջի մրցակցություն, անընդհատ նույն պարապմունքն էլ մեկը անում ասում ապրես 10-ը դու լավ արեցիր, մյուսը փորձում է 11-ը լավ անի, այն մեկին անցնելու, ճիշտ է, դժվար է հետերը, այդ մրցակցության մեջ բոլորը ոնց որ այդ ուզում են ասենց իրանք լավը լինեն, համարյա մեր սաղ պարապմունքների ժամանակ կռիվներ է լինում, այն որ սաղ կորտերով իմ ձենն է լինում, բայց իրականում շատ եմ սիրում իմ աշակերտներին, անկեղծ իրանք հիմա ոնց որ ասած իրանք իրանց դաշտում են տեսնում։ Ասենք ելնում ասում վաղը ծնունդ են կանչել, չեմ ուզում գնամ, գամ պարապմունքի, ես մի կողմից ասում եմ, չէ, պետք է կարաս մի հատ էլ բացակայես, բայց իրականում մեջս իմ լավ եմ զգում, ասում եմ ուզելով այդ ամեն ինչը, հա, էլի այդ կարգապահությունը կա արդեն, երեխան պատկերացնում ենք ինչ ա ուզում, համ ինձանից, համ իրանից։ Լրիվ համաձայն եմ Թոմի հետ, մանավանդ այդ սկզբի տարիքը ես չեմ ընդունում էլի, որ 6 տարեկան կամ 5 տարեկան անհատական ես չեմ վերցնում երբեք, ասենք երեխեքին հետաքրքիր է իրար հետ խաղայիններ անել, այո, ես մտածում եմ միշտ իրար հետ։ Այդ հենց այդ է, որ սկիզբը շատ կարևոր է։ Ծնողները ոնց որ ասում ասենց անընդհատ ուզում են, որ շատ լավ լինի, մենակա էսա սովորում բան, բայց այդ 14 տարեկանից հետոն գիտակցաբար որ դու պարապում ես, ես նույն իմ աշակերտների մեծերի հետ կապված էլ ասեմ, ասենք 15-16 տարեկանում իրանք ասում էին, «Այս այն ժամանակ էլ եք ասում, ոնց որ չէր լինում»։ Այդ մեծ տարիքում, հա, մեծ տարիքում ոնց որ դու ավելի շենց մի անգամից կարում ես թեթև մի բանը ուղես։ Իսկ փոքր տարիքում ֆիքսվում ես, ես դա նորմալ չեմ համարում, ոնց որ ասած անընդհատ ստոպ է լինում, էլի դու ուզում ես պատրաստ ես ծրագրով գաս մտնես դաշտ, այսօր էս ենք անում, այսօր եմ, բայց երեխու դեմքին նայում ես, ասում ես կլինի խաղանք, սաղ քո ծրագիրը ծալում դնում ես սունկի մեջ, ասում ես դե արի խաղանք, էլի։ Չէ, լրիվ համաձայն եմ ես, Միք։
մի շատ ուրիշ կարևոր կետ է հենց այդ մրցակցությունը, այդ կոնկուրենցիան, սենց շատ դեպքերում ասում ես կռիվներ են անում, բայց իմ կարծիքով առանց այդ կռիվների իրանք սպորտում չեն կոփվում են, շատ լավ է, շատ առողջ է դա։ Ես մի հատ շատ լուրջ խնդրի հետ եմ բախվում, շատ սենց հաճախակի է այդ ամեն ինչը կրկնվում։ Իմ մոտ խնդիր է դառնում, երբ որ ես խաղացողից տենում եմ դաշտում, ինքը չի ուզում իր դեմինի հետ պայքարի, կռվի մեջ մտնի, թեկուզ բառի բուն իմաստով, որտեվ սպորտա մրցակցությունն է, ռինգ է, կապ չունի, որ իրարից հեռու են կանգնած։ Ու ինչն է հետաքրքիր, որ աղջիկների մոտ այդ ագրեսիա կռիվը ավելի շատ է նկատվում վերջի տարիները, քան տղաների, այդ մի ուրիշ sense մեծ խնդրեմ է։ Այդ մրցակցության մասը ըստ ձեզ ոնց կարելի է ավելի շատացնել, որովհետև մի հատ շատ հայտնի գիրք կար Պետերսոնի, ասում է ծնողներին է էլի դիմում, ասում է, եթե դուք ձեր երեխային պատրաստվում եք պահել կոպիտ ասած բարձերի մեջ, ուրեմն պատրաստվեք, որ ձեր ոնց որ պատժի մասին է խոսում, բայց ասում է, եթե դուք դժվար ծնող չեք ցանկանում լինել ձեր երեխայի համար, որ ամեն ինչին ինքը հասնի իր ուժերով, ապա հետագայում այդ երեխան, որ մեծանա փափուկ մարդ դարձած, բայց բարի է, շատ լավ, հետագայում կյանքն է իրան հարվածելու ունենց, որ կարող է էլ երբեք չկարողանա կուղեք։ Սպորտը այդ առումով շատ լավ գործիք է երեխեքին դաստիարակելու, ու այդ մրցակցությունը ես ամեն ձև փորձում խրախուսեմ, ու այդ խնդիրը շատ դեպքերում, որ ասում եմ երեխեք կան, իրանք չեն ուզում պայքարող լինեն, իմ կարծիքով առաջինը հենց քանակի պատճառով է, երբ որ դու տեսնում ես ամեն տարիքային խմբում մի քանի հոգի են, քիչ թե շատ դու քո մակարդակը գիտես, այդ չես ուզում այն մեկին կրես անընդհատ, այն մեկից sense նեղված կամ ջղայնացած չես ուզում պատժես, այտենց խնդիրներ ալնում։ Հիմա այս փուլում ոնց է կարծում, ոնց կարելի է այդ մրցակցությունը ավելի շատացնել։ Ես սենց ասեմ, հիմա ոնց որ մեր ժամանակ մարզիկների քանակը շատ էր, միջազգային մրցումներն էր քիչ։ Այդ քո նշածը ստեղի մրցումները կար, 2-3 հոգով էինք խաղում, էլի առավոտ գալիս էինք միջև պոլուֆինալ ոչ մի լարվածություն, հասնում էինք պոլուֆինալ թե ֆինալում մի խաղ, ցելի 6 օրվա ոնց որ ընդհանուր մրցման մեջ, այդ մի խաղն էր, որ դու առավոտից sense տրամադրված մտածում ես ոնց պետք է խաղաս։ Հիմա մեր մոտ այս միջազգային մրցումները այնքան է շատացել, որ այդ քո ասած մրցակցությունը դու կարաս ապահովես, այսինքն երեխեքը չեն զզվի մեկը մյուսի հետ անընդհատ խաղալով։ Ուղղակի ես էլի մտածում եմ sense գոնե պատրաստվածությունը պետքա լինի նենց, որ քո աշակերտը չգնա, ասենք, դու ուզում ես ինքը մրցակցի, բայց գնա որ 6-0 պետքա կրվի կամ հələ պատրաստ չի, իմաստել չունի, ոնց որ ասես դու իրանց ստանես, ժերտվա անես, հա, sense կոպիտ եմ ասում, դրա համար պետքա ըստ մի քիչ մակարդակ հավաքվի, նոր դու սկսես, հա, բնական է, թող գնա կրվի, թող սովորի այդ դրան, որ ասենք, չգիտեմ, ոչ մի բանը հեշտ չի լինում, դու պետքա պայքարես, ոչ մեկ քեզ հաղթանակ նվեր չի տալու։ Հիմա այս մեր մրցումներով իմ կարծիքով երեխեքի մոտ այդ աճը պետքա որ ավելի շատ տենանք, պրոստը շատ քանակը քիչ է։ Հենց ամենավատն է, որ մեր խաղացողների քանակը մենք ամեն տարի մոտ ունենք 1, 2 կամ մաքսիմում 3 խաղացող։ Ովքեր ավտոմատ հավաքական են մտնում։ Այդ էլ է էլի, հեշտանում է իրանց համար ու ինձ թվում է այտենց չեն, եթե հիմա մրցակցություն լիներ, իրար կճղեին, կփորձեին ավելի լավ պարապել, աշխատել, որ թիմ ընկնեին նույն այդ հավաքական ընկնելը էլի, որտեվ հավաքականում խաղալը դա մեծ պատիվ է։ Միանշանակ։ Այդ հարցը ինքներդ ձեզ հաստատ տվել եք, չէ՞, այդ ոնց եղավ, որ փոքր ժամանակ, երբ որ ամեն ինչ շատ դժվար էր, ասենք մի հատ լար գտնելը, այլ ռակետ բան չեմ ասում, այդ ոնց եղավ, որ այդ վաղ խաղացողները այդքան շատ էին, իսկ այսօր հակառակն է, նայում ես ընդհանուր առմամբ ցանկացած գույք մարզական դու կարաս ձեռք բերես առանց որևէ խնդրի, ամեն ինչ։ Նույնիսկ կորտը, ճիշտ է, կորտը այն ժամանակ ու այսօր նույն գինը չի, ամեն ինչն է այտենց գնում, բայց ավելի հասանելի է շատ դեպքերում մարդուն միջին թենիս խաղալը, քան այն ժամանակ, բայց մյուս կողմից մանկապատանեկան սպորտի համակարգը մեր մոտ զգացել եք, չէ՞, լրիվ փոխվել է այս ընթացքում։ Օրինակ դու կարայր գայր կորտեր, իրիկունը գնայր, մենակ զգայր, որ տուն ես ուզում, երբ որ սոված ես կամ չգիտեմ, ինչ որ տուն է քեզ պետք գնալ,
այսօր երեխեքը գալիս են, իրանց պարապմունքի ժամը լրացավ, ու միանգամից գնում են վերջ։ Մենք որ փոքր էինք, գործերից տեղ չէին Հենց գնում։ էտա, մենք- Նույնիսկ եթե անձրև էր գալի, չէ, պարապմունքի չգալ չկար։ Պետքա բան ունենայինք, դաշտևիկ ունենայինք պայուսակների մեջ, հենց անձրև էր գալի, ընդհանուր ամբողջ կորտերի շուրջը, այն ժամանակ գետառը կար, կհիշես։ 5 շրջան վազում էինք, անձրևին սելավ։ Չէ, Իսկ հիմա միանգամից փախան, վերջ, բրծավ։ իրականում քանակը քչացել է, բայց մեր մարզիչների մեծամասնությունը ովքեր է, ասենց մեր նման փորձում են երեխեքի հետ աշխատեն, հավատացեք, այն մարզիչը, որը որ դրա մեջով անցել է, իր աշակերտներն են տես գալի կորտերում, ահագին մնում են։ Նույն մեր ակումբում էլ հիմա լիքը մարզիչներ ունենք, որ տենց աշակերտներ ունեն, իրականում մենք սովորացնում ենք։ Ուղղակի ստեղ մի քիչ ծնողի պահն էլ է գալիս։ Հիմա ասենք, օրինակ իմ մոտ որ երեխեք ունեն, որ պարապում են, ասում մեր համար, ավելի ճիշտ մեր համար չէ, դուք ընտրում եք թենիսը, համար մեկը ձեր համար պետքա լինի։ Ասենք չի լինի կողքից, չգիտեմ, երեխան բարի է գնում, երեխան էսա գնում, մենք այսօր հիմիկվա կամ երեխեքի ծնունդները, ասենք դասարանում 15-18 աշակերտ են, ամեն օր մեկը կարա ծնունդ կանչի, ես իմ երեխան էլ է թենիս պարապում, թենիսով զբաղվում, ոնց տղուս հետ եմ աշխատում, տենց աշակերտներից ծնողներին էլ եմ ասում չեն կարա մենք անընդհատ լինենք այդ զվարճանքի կենտրոններում, մեկ էլ մրցմանը պարտվում ենք երեխու վրա, չգիտեմ, ջղայնանալ, բա ինչի համար, որովհետև մենք այդ կարգապահությունը չենք պահում։ Եթե մենք կպտում ենք թենիսին, պետքա տենց էլ պահենք։ Երեխան իր աշկերը ոնց որ փակելուց ինքը պետքա թենիսի մասին մտածի, ուրիշ ձև չի լինի։ Հիմա որը տենց չլիներ, մենք էլ թենիսի մեջ չէինք մնա, էլի։ Ամեն մեկս ինչ-ինչ պատճառներով ոնց որ պրոֆեսիոնալ կարիերա չենք ունեցել, բայց ես անկեղծ եմ ասում, ինձ առանց թենիս չեմ պատկերացնում։ Մենք ֆանատիկ ենք։ Ես չեմ իրոք էլի ասենք չեմ պատկերացնում, ինչ որ մի բանով կարամ զբաղվեմ ու առավել եւս որ հիմա ստացվում է լա անընդհատ sense մտածում ենք ինչ կարելի անել, որ նույն թենիսը այնքան զարգանա, չունենանք երկու լավ մարզիկ, ունենանք 10-20 կամ վաղը միսօր, չգիտեմ, այդ ATP խաղերին հենց մեր ակումբներից, մեր Երևանից, հենց մեր ընկերներից կամ մեր աշակերտներից մեկը տեղ հանդես գա։ Համաձայն եմ։ Այդ հավատի պահ կար, չէ՞, ժամանակին շատ էին ասում, դե ստեղից ոնց կարա խոսքի խաղացող դուրս գա։ Մեր դպրոցը շատ լավն է իրականում։ Չէ, հիմա փոքր է, բայց որակը կարանք հիմա այն որ անկեղծ մեծ ընդհանուր կանանք երեխեքի ամուր ազգանուններով ասենք ու իրականում ով ոնց ինչ ոնց որ ցուցանիշ են լավերից էլի։ Ասենք սկսենք այդ 10 տարի առաջվանից։ Նույն Արտուրը Սողոյան եղել է օլիմպիադայում, չգիտեմ, գրավել է 5-րդը, Սոֆյանից հետո, Սոֆյանը հաղթել է Եվրոպա top 20։ Արտուրից հետո 2002 թվից սկսեցինք, չէ՞։ 2002-ա։ Հա, 2002-ը։ Այնտեղից հետ վերև ով է, աղջիկներն են ինձ թվում, հա։ Միլենան, Իրենը, իրանք ավելի շատ ոնց որ այդ 18 տարեկանների, ասենք, ստեի 18 տարեկանների ITF-ների խաղեր հաղթեցին, որ հիմա մեր երեխեքը կոպիտ չհնչի, ոնց որ առաջի երկրորդ կրուգից կրվում են, բայց մեր աղջիկերքը այդ ժամանակ այդ քիչ մրցումային վիճակով, իրանք ասենք 18 տարեկանների զուգախաղի, չգիտեմ, բենախաղի կիսա եզրափակիչ կամ եզրափակիչ ու հաղթողներ են եղել։ Իրանցից հետո եկանք Միքայելը տասնյակի մեջ Եվրոպայում 10-յակ։ Միքայելից հետո գալիս է Արնոն ու Մարիան, Արնոն 27-ներ, միջև 14-էր, եթե չեմ սխալվում։ 25 ոնց որ, Մարիան էլ 30։ Հա, միջև 40։ Հիմա իրականում մեր որ վերցնենք հիմա մասշտաբները ասեն, որ դուք պատկերացնեք, Երևանում 3 հատ թենիսի մեծ ակումբ կա, ենթադրենք, հա։ Օրինակ միշտ այդ օրինակը շատ եմ սիրում, Մյունխեն քաղաքը Երևանից քիչ թե շատ տենց բնակչությամբ մոտ բան ունի։ 200 հատ ակումբ ունի մեր այս ակումբների չափ, 200 հատ ու Մյունխենի պես քաղաք Եվրոպայում մի քանի 100 հատ կա։ Այդ ամբողջ մասշտաբները, որ հաշվում ես մի քանի տասնյակ հազարավոր տենց երեխաների մեջ, այս երեխեքը գալիս են տենց 20 քանի, տասնյակում նույնիսկ, ցույցիչ է, որ ամեն դեպքում պատանեկան թենիսում մենք կարողանում ենք արդյունք ցույց տալ։ Բնական է, դա փաստ է, կարում փաստ է, բնական է, այն մասշտաբների չենք, որ այտենց երեխա 20-30 հատ տանք, մի քիչ ռեսուրսների խնդիր է անընդհատ։ Հիմա հենց այդ խնդիրն էլ որ այդ տարիք դառնում են այդ ցուցանիշներով, ոնց որ քանակը այնքան է քչանում։ Նույն այդ խնդիրներին ոնց որ ասում է
հենց այդ խնդիրների առաջ կանգնել ենք, նույն Արտուրը, ասենք սպարինգ չէր լինում հետը խաղալու, ասենք դու չես կարա հիմա այդ ժամանակ էլ ես օրը 8-10 ժամ խաղում էի, ինչքան էլ իր այդ փորձում խաղամ, բայց մեկը իրանից ասենք հա 2-3 անգամ ուժեղ է ինքը այդ տարիքում պետքա խաղա ու այդ ժամանակը հենց սկսվում որ արդեն մարզիկը ինքը պատրաստ է, թեկուզ եւ ստեղ չէ, կապ չունի որտեղ է պարապելու, պատրաստ է իր օրվա մեծ մասը, ասենք 4-ից 5 ժամ անցկացնի կորտում։ Այդ որ այդտենց նայում ենք մենք ստատիստիկայով հա համապատասխանում ենք, բայց դրանից հետո ամենակարևորն է դառնում այդ յունիոր թենիսից հետո գալիս է այդ պրոֆեսիոնալը, այնտեղ արդեն ներում բեկում չկա, ոնց որ տղամարդիկ ու կանայք են միտքը, էլի, ու այնտեղ հստակ ամեն մեկը գիտի ինչի համար է մտել դրա տակ։ Տասնյակ հազարները տասնյակ միլիոններ են հա։ Հիմա էտա որ պետքա մոտեցումն էլ երեխեքին է 14, 15, 13, 12 այդ մանկապատանեկան ծնողը ոչ թե ինքը պետքա սենց ինքը ավելի սենց աշխուժա գալի, քան երեխեն, որովհետև մի օր գալու է այդ երեխեն, ասենք այդ դժվարությունները տենալով, ասի լավ թողում եմ ու տարբեր պատճառներ բերի, չգիտեմ, խոսան Հայաստանում մարզիչ չկա, չգիտեմ, խոսան դե կոնկուրենցիա չկա, դե էս չկա, դե այն չկա, բայց հիմնական խնդիրը դառնում է այդ տարիքից, որ երեխեն ինքն իրան կարում է պատասխան տա։ Ես պատրաստ եմ մտնեմ դրա տակ։ Հիմա ես վերջերս արդեն Մարիան ոնց Արնոնա կամած գալիս է դեպի այդ մեծ թենիս։ Ես մի քանի օր առաջ հենց Մարիայի հետ այդ խոսակցությունը ունեցել եմ, ասում եմ Մարջան, պատկերացնում ես, դու ասում եմ մանկապատանեկան թենիսում ուժեղ էիր, ասենք հոգեբանությամբ ուժեղ էիր, չգիտեմ, տեխնիկայով ուժեղ էիր, ֆիզիկապես ուժեղ էիր, ու ասենք դու ընդհանուր 6 խաղից կարող է մի հատը շատ կարևոր լուրջ խաղ խաղեր, այն 4-5 հատը տենց։ Ասեմ հիմա դու կարում ես ինքդ քեզ հաղթահարես, ինքդ քեզ կարում ես, դու ասես ես պատրաստ եմ օրը 5 ժամ տանջվել է դա, էլի ասում եմ, այդ փոքր տարիքը ուրիշ բան է։ Ասեմ դու առաջինը պետք է ինքդ քեզ այդ ասես ու որ ասես դու պատրաստ ես, նոր արդեն սենց առաջ նայես, բա հիմա ինչ ենք անելու, բա հետո ինչ ենք անելու, էլի, էդ էլ է հենց ծնողը փոքր տարիքում լավ է որ հետևում է, ծնողի պետք է լինի դրա մեջ, կարգապահությունը պահելու համար, որ ինքը հետևի, չգիտեմ, իր երեխեն, ասենք նորմալ սնունդ ընդունի, հետևի քնի ռեժիմին, հետևի մարզումներին չբացակայի, բայց մտավ երեխեն դաշտ, արդեն երեխեն է դառնում այդ ամեն ինչի, ոնց որ ասում եմ, չգիտեմ, ոնց որ ինքը պետք է առաջ տանի, եթե բայց իր մեջ այդ ցանկությունը չկա, վաղ թե ուշ դա հանգելու է։ Ասելու է ես, չգիտեմ, չեմ ուզում, ինչ որ մի հատ պատճառ լինելու է, ու ոչ մեկը չի իմանալու ռեալ պատճառը, բայց ես այսքան սենց խաղալով, այսքան պարապելով, այսքան շփվելով երեխեքի հետ, իմ պատկերացումը ոնց մենք նպատակ ունեինք, ասենք այդ չենք ունեցել ոչ մի բան, բայց երազում էինք, հիմա այդ ամեն ինչը հասանելի է, իմ կարծիքով այդ գեր ցանկությունն է, եթե ուզում ես, դու կանես։ Հաստատ հնարավորություն ունես։ Ու հաշվի առնենք նաև, որ այդ արդյունքները, որ տալիս ենք, ասենք պատանեկան սպորտում, թենիսում, հաշվի առնենք, որ մենք ձմեռ չունենք։ Այո, կոպիտ ասած, ստանդարտ չունենք ծավալը։ Գալիս չունենք ձմեռ, ասենք 6 ամիս այդ երեխեքը, չգիտեմ, դպրոցներ, ինչ որ տեղ։ Այսօրվա հաղորդումը այնքան հավեսաս, այս լավ բաներից խոսում ենք, ռեզուլտատներից, որ ունեցել ենք, ճիշտ է, այդ անցած հաղորդումներն էլ շատ լավ է, որ ինֆորմացնում եք, իրականում խոսանք, բացվի այս թեման, գոնե չգիտեմ, մի հատ լավ ուրիշ ձև չի լինում, էլի, իրականում այս չենք ունեցել, այն չենք ունեցել, բայց այդքան բան չենք ունեցել, ունեցել ենք ռեզուլտատներ, չգիտեմ, աստված տա մենք էլ լիքը ակումբներ ունենանք ու հաստատ վստահ եմ, որ մեր այդ ակումբներից, մեր աշխատանքից, մեր երեխեքից լինելու են լավ խաղացողներ։ Եկեք այդ պրոֆեսիոնալ անցումը մի քիչ քննարկենք, մեր ամենադժվար կետն է սաղից, համ որպես մարզիչ, որպես սաղից բախվել ենք որպես խաղացող, հետագայում էլ փոքրերի մասով հենց մտածում ենք, այդ միտքը կա, չէ, այդ անցումը պրոֆեսիոնալ ոնց ես պատկերացնում։ Անընդհատ մտքիս օրինակ է, ոնց որ իմ անցած ուղին ու մեր հարևան երկրները, հեսա բացատրեմ այդ ինչա կատարվում։ Մեր հյուսիսային հարևանը Վրաստանը, իր թենիսային դպրոցով ճիշտ է ավելի շատ տրադիցիաներ ա ունեցել, Ուիմբլդոնի ֆինալիստ ա ունեցել Մետրևելի, Մեսխի 50 տարի առաջ տրադիցիաներ կա, բայց դպրոցի մասշտաբը այսօր մեր մասշտաբի հետ իդենտիկ է, նույնն է։ Նույն քանակի երեխեք են կարում թոփ հասցնեն, քիչ թե շատ, ինչքան մենք։ Երկար եմ էլի ուսումնասիրել, հա, կորտերի սարքվելու տեմպը
մենք վայ մտածեցինք Ծաղկաձորում սարքվեց, մեկ էլ մի տարի հետո տեսանք վրացիք 4 հատ սարքել են դրա նման։ Հա, մի քիչ հետ ենք ընկնում այդ մասով, բայց գլխավոր խնդիրը որտեղ է գալիս։ Մեր մոտ 16 տարեկանից հետո խաղացողների 90%-ը կամ թողում են, կամ քոլեջ հետո են թողում, կամ այտենց։ Իրանց մոտ այդ շարունակությունը երևում է։ Իրանց մոտ խաղացողը աճեց, այդ էփվեց, այդ կացայի մեջ հասավ այդ տարիքին, մեկ էլ տենում ես նույն անձինք ում նույն Արտուրը կարար կրածելներ հաստատ Սաբային կրելա, չէ՞ չեմ կասկածում։ Մի անգամ կրելա, ոնց որ մի անգամ կրել, բայց հավասարություն էր, էլի, մարդիկ օրինակ 200 քանիսն է հիմա այդ։ Նույն այդ տղեկը ում ես եմ պայքարել, sense կրել եւ այլն, մյուսները, այդ ուրիշ հարց է, լավ, Վրաստանի մասին մենք խոսենք։ Այդ մարդիկ շարունակություն են ունենում կարիերայի։ Այսօր նայում ես 300 քանիսն է մեկը, մյուսը 200-ի մոտ եւ այլն։ Ու ասում ես, լավ, ո՞նց։ Հետո սկսում ես այդ ո՞նցիդ պատասխանները դե դու որ ուսումնասիրել ես, ասա, ես էլ իմ փորձով ասեմ։ Դե եկեք ֆինանսա կարճ ասեմ ու ասնենք, որտեվ առանց դրա չի խնդիր չկա։ Իրանց մեծերի հավաքականի ֆինանսավորումը տղա աղջիկ վերջերս շոկի ենթարկվեցինք, իմացանք պետական մասով հասնում է $500,000 տարեկան, այսինքն պրոֆեսիոնալ թենիս կա իրանց մոտ, եթե մեր մոտ չկա, որևիցե ձևով հետաքրքիր չի էլի զարգացնել այդ հատվածը, իրանց մոտ ֆինանսավորումը կա։ Բացի դրանից, փոքր խաղացողը մեծանալով տեսնում է, որ գիտես ինչ, այս 4 տղեն կամ 4 աղջիկը խաղում են, արա ես էլ իրանց նման դառնամ։ Հիմի հետ գամ իմ մասը, հա։ Ես տեսել եմ ինձնից մեծ տարիքով սերնդի տղաները ոնց են տանջվում։ Կորտ չկա պարապելու, դե մրցում չկան, այդ ուրիշ հարց, հա։ Ինչը տեսել ես, իբա։ Մոտիվացիոն։ Ու ինձ դե միշտ բանն եղել է, էլի այդ միտքը, արա ոչինչ, ես այնպես պիտի անեմ, իմ մոտ մի վաղ ստացվի, բայց ինչքան ուզում ես այն ոնց է, հերոս ես երկնքից հրթիռներ չես բռնելու, էլի, ինչքան հերոս ես, եթե դու այդ տեխնիկական ապահովումը չունես, անհնար է։ Լավ, տեխնիկական ապահովումը ենթադրենք ունեցանք։ Ֆինանսները ենթադրենք կա, ո՞նց է կարծում, մենք կկարանանք պրոֆեսիոնալ թենիս ունենանք Հայաստանում։ Իմ կարծիքով այո։ Ես էլ եմ տենց մտածում, այդ ունենանք ասվածը սենց է, նայեք, հիմա փոքր տարիք, հա, միտքը երեխան գնում է մրցում, իրան ոնց որ այդքան շատ օգնություն մրցման ժամանակ ոնց որ պետք չի գալիս, էլի, մարշական, այսինքն տվյալ մարզիչը իր հետ, ասենք, մրցմանն լինի։ Բայց այս մեծ տարիքում ու առավելևս հիմա, որ օրենքներ փոխել են, ասենք, ես ես վերջերս Ծաղկաձոր էի Մարիան, որ խաղում էր, դատավորը վիշկային նստած, ասում է կարա գաք դաշտում նստեք, էլի։ Ու ասենք այդ օգտվելը, որ արդեն լինում է, մարզիչը իրանով կարող է օգնի երեխուն։ Բայց անել։ Հիմա մեր մոտ հենց այդ երևի թե ֆինանս ասեմ, չգիտեմ, միջև 16 տարեկան ծնողները ոնց որ ասում ասեն ստաբիլ ոնց դուրսը ապահովում են երեխին ամեն ինչով, այդ 16 տարեկանում իրանց մոտ էլ է ստոպ լինում։ Ես ոչ թե շատ ասեմ մարզիկների քանակից է, որ իրանք չեն ուզում, այլ կամ մարզիկ էլ ցանկություն չի ունենում շարունակելու, կամ էլ ծնողը ասում է լավ, ինչքան ծախսել եմ, հերիք էլ, չգիտեմ, որտեվ փորձը ցույց է տվել հենց այդ հասել են, այդից հետո ստոպ է եղել։ Այդ ստոպն էլ Դե պատճառներ էլի կա, տղաների բանակի, բայց հիմա թութու տես բանակի հարցը եղավ, հիմա հավաքականում հաշտում են 3 ջահել ունենք 17-18 տարեկան։ Հիմա պարապում են տվյալ բային։ Հա, դա առաջի տարին է, չէ՞, որ այդտենց ջահելներ ունենք հավաքականում։ Ինձ շատ է դուր գալիս բանը, մեր անի լինելու փաստը, այս ամբողջ քարտեզի մեջ Անյայի։ Հա, Անյայի, Պրիվետ։ Երբ որ ինքը հենց ստեղից, հենց այս նույն պայմաններից տարբեր տարիներում բաց թողելով եւ այլն, բայց մեկը ապացուցում է, որ կարելի է, էլի, տես նորից հետա եկել վարքան։ Ես հետ եմ ասում, ախպեր, ես հենց դրա մասով եմ ասում։ Տես ինքը հիմա իրան, որ ասենք սպարինգ չկա, էս չկա, իր համարով կա հիմա, ինքը, ասենք, չէ, դե կանանց որ հեշտ է այն, որ մենք որպես խաղացող, երբ որ սպարինգ չունենք, միշտ մեզնից թուլերի հետ ենք պարապելու, էլի, այդ պահը անընդհատ իմ մոտ եղել է,
Եթե ձեր վաղտ 3-4 եք, իմ վաղտ մենակ էի ու տենց ինձ հետո այդ մենակի տրադիցիան է։ Կանանց դեպքում տղաների հետ պարապելը միշտ իրանց ուժեղացնում է։ Միակ տարբերությունն է։ Իր աշխատասիրությունը, իր մոտիվացիան։ Ես չգիտեմ, ես մտածում եմ սենց մոտ 16 տարեկանից, եթե մարզիկը, չգիտեմ, հասելա մի հատ X կետի, 16 տարեկանից այն երեխան, որը որ որոշում է, որ ինքը ուզում է պրոֆեսիոնալ կարիերա ունենա, ես մտածում եմ, որ իր հետ պետքա մարզիչ աշխատի, որովհետև այդ օրվա մեջ 4-ից 5 ժամ, այդ երեխան դու չես կարա ասես ուղարկես մի քիչ պատին խաղա, մի քիչ ընդ, մի քիչ ասես այն 4 ժամ հավաքվես։ Ոնց որ ծրագիր է պետք էլի։ Այդ մանկական թենիսը դու ինչ անցել ես, էդի ինչ մեծերն է։ Ես մտածում եմ այտենց ոնց որ այդ նույնը ոնց որ դու ճանապարհը չիմանաս ոնց ես գնալու ու ասենք չգիտեմ փորձես գնաս մեկը բախվելու ես պարտությունների դու էդի գիտակցելով որ նոր ես մտել մանկականից մեծեր հիմա շատ ծնողներ այդտեղ ոնց որ չեն համբերում սկսում են մի քիչ պարտվել ասում են լավ դե թուլացել ես բան սենց ու բարդուղի է շատ բարդ ես հենց այդ եմ մտածում մարզիչա պետք այդ ժամանակ որ հստակ ծրագրով երեխու հետ աշխատի որ երեխեն էլ իմանա իր միտքը, որ ես ուզում եմ, նույն մարզիչն էլ, որ չգիտեմ, որտեվ առանց դրա էլ այդ տարիքում շատ պրոստը մարդ գտնել խաղալով դու ոչի բանի չես հասնի։ Իրանից բխող լիքը տարբեր ենթակառուցվածքների ու գույքի հետ կապված հետևանքներով։ Դրա մասին շատ ենք խոսացել այդ։ Դե դա անդադար կարանք խոսանք, բայց բարի, ես թեմաները անդադար մենք իրականում խոսում ենք, քննարկում ենք կորտի ներսում, կորտից դուրս մենք մի թիմում ենք աշխատում նաև ֆեդերացիայում։ Ժորժ ջան, այս թեմաները շատ սենց ակտիվ է քննարկվում ու անընդհատ ելքեր է ոնց որ երկեր գտնելու, հա, տենց ուղու վրա ենք։ Հուսով ենք, որ ամենայն դեպս սենց խոսալով կլինի հանրային եւ այլն, այդ սայլը անընդհատ կփորձենք առաջ շարժենք։ Ես կարեմ թեթև ավելացում անեմ, էլի իրականում այս հաղորդումը անկեղծ շատ ուրախացնում է, այնքանով ոնց որ ասում է այդ ձեր հաղորդումը, որ Ամերիկայում արեցիք, մեր տղեկի հետ Անդոյի ու Տիկոյի հետ, բարևում եմ իրանց, իրականում մեր աշակերտներին, ովքեր որ ստեղից գնացել են, նույն այդ վերցնենք, որ ասենք, հա, երեխեքը սպարինգ բան, էսկոմ չունեն, բայց մի հատ ծրագիր է, մենք հաստատ իրանց հետ խոսալով, ես չեմ հավատում մեր երեխեքին, իրանք ինձ լավ են դիմավորել, անկեղծ, լրիվ հարազատորեն մեր երեխեքը ովքեր գնացել են դες, այս լրիվ ընտանեկան վիճակ են իրանց մոտից ստացել, իրանք էլ մեր մոտ են լիքը երեխեք, ասենք առաջ Ամերիկայից զանգում ասում էին, բանա, դե երեխեքը որ արձակուրդ լինի հնարավոր է գանք ձեր մոտ պարապենք համել ոնց որ Հայաստանում հանգստանանք, շատ երեխեք էլ ընդեղից ենք ունենում, ուղղակի այդ հենց այդ առաջ գնալու այդ ծրագիրը ասվածը պետքա ոչ մեկս ոնց որ վատ չզգանք որ կարողա հենց կասկածամտություն եղավ չհավատալ միանշանակ այդ հարցն էլ կարա լուծվի նույն ձմեռը մենք ասենք չգիտեմ չեն կարողանում մեր մոտ ապահովել կորտերով տղեկը հենցա որ ասում եմ մեծ սիրով միշտ ընդունել են ու երևի չէ հաստատ պատրաստ են այդ ամեն ինչը առաջ տանել անպայման պիտի ծրագրեր անենք կամուրջը հա միանշանակ այս շատ հավես է ամեն դեպքում հա մենք պիտի անենք ու շատ կարևոր կլինի ինչով հնարավոր է պարզ է լիքը բաներ չի ստացվելու մեր մոտ անել այն լեվելի ոնց որ մեր համար կարա արվի բնականաբար բայց ինչը որ մենք կարանք անենք գոնե մեր ուժերը ներում է հա կարելի անել նույն կարծում եմ մի հատ մեծ քեմփ ամառը կազմակերպել հրավիրելով սաղին ինձ թվում է կարանք ամեն դեպքում մեզնից շատ բան է կախված մարզիչներից այս փուլում ու հուսով եմ ամեն մի sense փոքր թե այս հաղորդումը կլինի թե կորտում մեր աշխատանքը մենք անընդհատ փորձի փոխանակում ենք անում երեխաների հետ հուսով եմ իր արդյունքը կտա այս թեմաները շատ կքննարկենք, բայց էլի մերսի որ եկար, շատ հետաքրքիր է։ Կփորձենք տակ պահել անընդհատ ու հուսով եմ հլը դեռ էլի կհանդիպենք։ Մեծ սիրով։ Իսկ ձեզ նորից հիշեցնենք, որ կարաք բաժանորդագրվեք մեր ալիքին, լայքեք։ Այո, կարաք ակտիվ մեզ օգտակար լինեք նաև Patreon-ում։ Այսքանը երևի շուտով նորից կհանդիպենք Դուք կտեսնեք նաև որոշակի ֆորմատի հետ կապված փոփոխություններ, բայց դա պահենք սյուրպրիզ։ Այսքանը շատ շնորհակալ ենք, միշտ նոր հանդիպում։ Ստեսություն։